Ամեն տարի ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում անցկացվում է իմունիզացիայի համաշխարհային շաբաթը։ Սա կարևոր նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել պատվաստանյութերի կիրառումը բոլոր տարիքի մարդկանց հիվանդություններից պաշտպանելու համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար 40 տարվա փորձառություն ունեցող բժիշկ Ռուդիկ Վարոսյանը գիտի կյանքի արժեքը։ Նրա ձեռքով անցել են հազարավոր պացիենտներ և փրկվել են հարյուրավոր կյանքեր։ Այսօր բժիշկ Վարոսյանը խոսում է անվտանգության մի կարևոր օղակի մասին, որը դուրս է վիրահատարանից՝ պատվաստումները։ Իմ թոռները, որոնք շատ փոքր են տարիքով, 4-8 տարեկան և 9 ամսական, նույնպես պատվաստվել են հակավիրուսային պատվաստումներով գրիպի դիմաց։ Ինչու է սա կարևոր ձեր երեխայի համար։ Պատվաստումների ազգային օրացույցը մշակված է այնպես, որ երեխան պաշտպանված լինի հենց այն տարիքում, երբ վարակներն առավել վտանգավոր են։ Հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժել։ Այդ հիվանդությունների շարքին են պատկանում տուբերկուլյոզը, հեպատիտ B-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտհազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, պոլիոմելիտը և այլն։ Սրանք այն վտանգավոր հիվանդություններն են, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել առողջության համար։ Պատվաստումների միջոցով հնարավոր է կանխարգելել դրանք, ուստի այդ վարակները կոչվում են կառավարվող։ Սա այն հիմքն է, որի վրա ձևավորվում է երեխայի ամուր դիմադրողականությունը։ Մենք բոլոր բժիշկներս պատվաստվել ենք հակագրիպային պատվաստումները և փառք ոչ մի բժիշկ իմ բաժանմունքում դեռ չի հիվանդացել գրիպով։ Բացի երեխաների պատվաստումներից, բժիշկներն անձամբ ամեն տարի պատվաստվում են նաև սեզոնային գրիպի դեմ։ Բժիշկ Վարոսյանը սա համարում է իր մասնագիտական պատասխանատվությունը՝ պաշտպանելու թե իր պացիենտներին, թե իր ընտանիքը։